Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական կարևոր ուղղություն կա, որ մենք վերցրել ենք եւ տարիներ շարունակ կարծում ենք, որ իրականում սա ամենակարևորն է։ Գտնել տեղեկատվություն, երբ այդ ասպարեզում տեղեկատվության կարիք ունես եւ ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, որը նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Ուղղություններ կան, որտեղ սա իրականում շատ կարևոր է։ Գիտեք, մեր կյանքի յուրաքանչյուր պահը մենք փորձում ենք հիշել եւ ինչ որ ժամանակ հասկանում ենք, որ հիշողությունները այդ պաշարը պահելը բավական դժվար է։ Հենց այստեղ է, որ անգնահատելի է, մասնագիտություններ կան, որոնք իրականում անգնահատելի են։ Լուսանկարչի շնորհիվ ժամանակի ընթացքում մենք կարողանում ենք պատկերներն իսկապես ինչ որ առումով դաջել մեր ուղեղում եւ կարծես զգալ այդ օրվա, այդ պահի, այդ ժամանակաշրջանի ամբողջ բերկրանքը, հետաքրքիր եւ նաեւ էմոցիոնալ առումով կարեւոր իրականում տարբերվող զգացողությունները։ Այս ասպարեզում մասնագետներն իհարկե շատ են, բայց կան մարդիկ, ովքեր կարողանում են զգացողությունները հենց էմոցիա ասվածը նկարել, եւ սա է, որ տարիներ հետո երբ նայում ես, դու հասկանում ես, որ ինչ որ մի պահ տարիների հեռվից օրվա մեջ, այդ օրերի մեջ դու եղել ես շատ երջանիկ, ունեցել ես ինչ որ զգացողություններ եւ այդ զգացողությունները կարծես բույրի հիշողությամբ քեզ հիշեցնում են այն ժամանակաշրջանը, երբ երջանիկ էիր, այն օրը, որը իրականում քեզ համար տոն էր, եւ իհարկե այն մարդիկ, ովքեր քո կյանքում կարողացել են ինչ որ ժամանակ շատ կարեւոր դերակատարում ունենալ։ Կանանց պատմությունները ես միշտ նշում եմ, որ իրականում շատ կարեւոր են, ու մարդը ինչքան էլ տարբեր ասպարեզներում աշխատի, միևնույնն է, կյանքը ինչ որ ճանապարհներով բերում է իրեն այն կետին, որտեղ ինքն իրեն երջանիկ է զգում։ Եվ ամեն անգամ, երբ մենք հնարավորություն ենք ունենում հեռավար կապով օվկիանոսից այն կողմ զրուցել մեր հետաքրքիր տարբերվող հայ կանանց հետ, ինձ համար ամենագլխավորը հենց սա է, որ մարդը կարող է ունենալ շատ տարբեր մասնագիտություններ, բայց ինչ որ պահի կյանքը բերի կանգնեցնի այն մասնագիտության վրա, որն իրեն իրականում երջանիկ է դարձնում։ Այս պահին Elroom-ում ես ուզում եմ սիրով նաև ձեր անունից ողջունել ֆոտոգրաֆ, վիդեոգրաֆ, ռիլմեյքեր Ալինա Ղարիբյանին։ Ալինա, ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ձեր մասնագիտություններն, ուղղություններն այնքան շատ են, որ ինձ թվում է բոլորը թվարկելը բավական երկար կլիներ, բայց ես կարծում եմ, որ այստեղ իրականում դուք շատ ձերն է այս ասպարեզը, որովհետև դուք կարողանում եք ձեր լուսանկարների, նույնիսկ այդ փոքր ռիլերի միջոցով մարդկանց զգացմունքները, մարդկանց հոգին եք նկարում ինչ որ առումով։ Այո, ողջույն Լիլիթ ջան, նախ շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ ինձ ընձեռեցիք այս հնարավորությունը օվկիանոսից այս կողմ իմ հայրենակիցներին նաեւ ողջունելով։ Տարին սկսում ենք հետաքրքիր ձևով, ինձ համար համենայն դեպս։ Այո, մասնագիտություններից տարբեր են իմ, բայց եկել կանգնել եմ այս մասնագիտության վրա։ Քանի որ շատ եմ սիրում։ Առաջին մասնագիտությամբ փաստորեն որպես հաշվապահ եք աշխատել եւ շատ լուրջ տարբեր ընկերություններում Հայաստանում, ըստ էության սա տպավորություն է, որ ավելի այսպես թվերի, հաշվարկի, շատ էմոցիաների հետ կապված չի այս մասնագիտությունը։ Եկեք մի փոքր էլ հետ գնամ, մինչև հաշվապահությունը երազանք եմ ունեցել երգչուհի դառնալ, ճիշտ ասած ավարտել եմ նաև երգի պետական թատրոնը, բայց քանի որ մեր ավանդույթներից ելնելով հայրս թույլ չտվեց շարունակեմ այդ մասնագիտությունը, այդ իսկ պատճառով մտածեցի հաշվապահի մասնագիտությունը, սովորեցի, պրակտիկայի անցա 5-րդ կուրսից եւ մնացի մեծ ֆիրմայում աշխատանքի, երկար տարիներ աշխատել եմ տարբեր ֆիրմաներում եւ բավականին լավ ֆիրմաներում։ Սիրել եմ հաշվապահությունը, բայց ոչ այդքան շատ, եթե շատ սիրեի, ինձ թվում է ավելի շատ առաջ կգնայի, չեմ համարում այդ ասպարեզում ինձ շատ կայացած, քանի որ երևի թե ես այս մասնագիտությունն էի փնտրում ամբողջ կյանքում։ Հետո ընթացքում մեյքափ արտիստի դիմարդալի աշխատանքը սովորեցի, քանի որ շատ էի սիրում, առանց սովորել անում էի բոլորին։ Հետո սովորեցի, զարգացրեցի, էլի անվանի մարդու մոտ եմ սովորել Հայաստանում։ Մտածում էի, որ կամ Ամերիկա, միշտ միտք ունեցել եմ տեղափոխվելու, որ այստեղ կշարունակեմ, հենց իր մոտ կգնամ, կվերապատրաստվեմ, նորից կշարունակեմ այդ իմ սիրելի մասնագիտություններից մեկը, բայց ճիշտն ասած
Ինձ սա ավելի հոգեհարազատ էր ֆոտոգրաֆի աշխատանքը, շատ սիրում եմ, որովհետև ամեն կադր կապ չունի որտեղ եմ ես հայտնվում, միշտ ֆիքսել եմ, միշտ պահել եմ այդ կադրերը ու տարիներ հետո այդ մարդկանց ցույց եմ տվել, իրանք զարմացել են, ես որտեղից sense ասենք նկար, sense վիդեո, ինչ լավ պահ ես բռնել։ Ոնց որ այդ ամեն ինչ ինձ ավելի դրթեց այդ քայլին, որ ես այդ ուղղությամբ գնամ առաջ։ Ու գնում եմ, ուզում եմ գնալ եւ մտադիր եմ մինչեւ վերջ գնալ։ Այո, որովհետեւ ծրագրերը մենք կխոսենք ծրագրերի մասին, իսկապես ձեր մտահղացումները շատ տարբերվում են։ Հետաքրքիր է, այ մեյքափ արտիստի մասնագիտության մասին խոսեցիք, սա է ըստ էության պատկերը ամբողջության մեջ տեսնելու նաեւ պիտի այս հմտությունը ունենաս։ Այսինքն, այ դուք նշեցիք Երգի պետական թատրոնում սովորել եմ, երազանք եք ունեցել երգչուհի դառնալ, արվեստի հետ այս կապը փաստորեն միշտ եղել է ձեր մեջ, ձեր ներսում։ Այո, միշտ է եղել ու թեկուզ հիմա հարդարի աշխատանքի մեջ էլ ես իմ աշխատանք ուզում եի որպեսզի գեղեցիկ ներկայացվեր, դե այն ժամանակ քանի որ չունեի պրոֆեսիոնալ ապարատ, հեռախոսով այդքան էլ լավ չէր փոխանցվում իմ ուզածը ու հիմա հասկանում եմ, որ հետագայում դա էլ է իմ պլաններում մտնում, որ չեմ թողել վերջնական մեյքափ անելու այդ աշխատանքը։ Ես իրան դեռ օգտագործելու եմ իմ այս աշխատանքի հետ միասին։ Եվ լուսանկարչությունը, փաստորեն միշտ սիրել եք, ես գիտեմ, որ նաև ընկերական միջավայրում երբ եղել եք, այսպես միշտ այդ ամենապատասխանատու պահը ձեզ եմ վստահել, բայց Ալինա, սա նրանից է, որ դուք շատ նաև ուշադիր եք, այդ էմոցիոնալ, ինչ որ պահեր շատ արագ որսում եք, ասում են լուսանկարիչը ամենակարևորը պիտի այդ հատկանշականը որսա։ Այո, օրինակ կարող է անկերական շրջապատում կամ բարեկամական ինչ-որ մի խնջույքի նստած լինեմ, ուղղակի մի հատ պահ տեսնեմ, ոչ գիտեմ, հայրը, դստերը ուղղակի այդ բանից ինձ գրկած նստած են կամ իրար են նայում կամ չգիտեմ ամուսիններ կամ ընդհանրապես կապ չունի ով ինչ ոնց, այդ պահը իմ համար այնքան գեղեցիկ ու էսթետիկ է նայվում, ես կարող եմ ինձ անկյունից այդ պահը բռնել ու իմ համար շատ սիրուն լինի, շատ։ Ու հետո որ իրանց ցույց եմ տալիս, ինձ զարմանք են ապրում, ոյ, ինչ սիրուն է, ինչ ոնց ես մտածել, այս բանը օրինակ ֆիքսես։ Այսինքն մարդկանց հետ շփվելիս նաև ավելի շատ իրենց ներքին հոգեվիճակը, հա, ավելի ոչ թե արտաքին է ձևավորմանն եք ուշադրություն դարձնում, փաթեթավորմանը, այլ հոգուն ես հասկացա։ Այո, որովհետև նայեք, ֆոտո անելուց ֆիքսում եք այդ պահին իրանց հայացքը, թե իրանք ոնց են ուզում են ֆիքսվեն, այդպես էլ դուք իրենց նկարում եք, բայց երբ որ վիդեո տարբերակ է այդտեղ լինում, ամբողջ էմոցիաներն եք նկարում ու ոչ մի էմոցիա բաց չեք թողնում ոչ մի վայրկյան։ Ինձ շատ է ավելի դուր գալիս այդ վիդեո տարբերակով նկարահանումները, նույն ֆոտոշութերը, որ ես գնում եմ իրականացնելու, մոտավորապես 60%-ը վիդեո եմ անում, մնացած 40%-ը ֆոտոներ։ Ու հետո ավելի իրանք գոհ են լինում իմ այդ մտքից, որովհետև հետո մի հատ սիրուն փուճուրիկ տենց մինի ռիլս եմ նվեր տալիս կամ չգիտեմ, նայած ոնց ենք պայմանավորվում ու շատ գեղեցիկ պահեր են ունենում իրենք։ Այո, գեղեցիկ պահեր, որոնք իրականում ամբողջ կյանքի համար են եւ ամենակարևորը Ալինայի երբ ֆոտոները, հատկապես այդ փոքրիկ ռիլսերը, երբ նայում ես, անկախ քեզանից ժպտում ես, որովհետեւ այսպես դու պատկերացնում ես, դու տեսնում ես մարդկանց այդ էմոցիաները, զգացողությունները, միշտ չի որ հնարավոր է լինում իրականում լուսանկար նայել կամ որևէ վիդեո ինչ որ փոքրիկ պատմություն եւ այդտեղ այդ զգացմունքներին այդքան ուշադրություն դարձնել։ Կարծես դու քեզ դնում ես այդ մարդկանց զգացածի այդ պատմության մեջ իրենց։ Ալինա, փաստորեն 24 թվականից եք տեղափոխվել, 24 թվականից արդեն նահանգներում եք եւ ըստ էության ավելի ամբողջական խորությամբ զբաղվել սկսեցիք հենց այս արվեստով, լուսանկարչություն, վիդեոգրաֆիա եւ հատկապես ռիլերի այդ ստեղծումը սկսեցիք զբաղվել նահանգներում։ Այո, հենց 24 թվականին եմ տեղափոխվել, բայց սկսել եմ ոնց որ մի տարի դեռ չկա, որ ես զբաղվում եմ պրոֆեսիոնալ այս գործով, բայց այնքան եմ խորանում մեջ, այնքան եմ սիրում, որ վստահ եմ դեռ շատ բաներ ունեմ ես իհարկե սովորելու, շատ։ Ընթացքում ես կխորացնեմ իմ մասնագիտությունը եւ տեխնիկական առումով եւ բոլոր առումներով, որպեսզի իմ ուզած կադրերը ես ավելի որակով մատուցեմ, բայց ես զգում եմ, որ իմ մեջ կա այն
ասում են երրորդ աչք կոչվածը, որը որ ոչ բոլորի մոտ կա։ Դասընթացներ վերցրեցի, այստեղ կարճ դասընթացներ էր ճիշտն ասած, իմ համար շատ քիչ էր, պրակտիկան առավել եւս կարելի ասել ինքս եմ պրակտիկան մեծ մասամբ արել եւ Հայաստանից եմ նաեւ մասնագետ կա, որ իր մոտ եմ վերցրել 1-2-3 դաս, արդեն on-line դասակոնել եւ ելի պատրաստվում եմ, փնտրում եմ իմ հոգու, այսպես ասած, դասատուին, ինչու՞ չէ, որից որ ես լիքը բաներ կսովորեմ։ Բայց ամենակարևորը Ալինա ձեզ ինչն է տարբերակում, հա, իմ տպավորությամբ, այսպես ոչ պրոֆեսիոնալ, դուք գիտեք ինչ եք ուզում ստանալ, գուցե ինչ-որ ինչպեսի մի քանի ինչ-որ տեխնիկական բաներ լրացումների կարիք ունեք կամ դուք այդպես եք համարում, բայց դուք գիտեք ինչ եք ուզում ստանալ, այդ պատմությունները հենց այն արվեստն է, որը ձեր մեջ է։ Հենց այդ պահն է, որ ինձ դուր է գալիս, որ ես զգում եմ, որ հեսա ես այդ սիրուն պահը գտնելու եմ ու անեմ, ու երբ որ օրինակ համագործակցում եմ ինչ-որ մարդկանց հետ աշխատանքի վերումով, որ ասեցի ինձ սիրուն կադրեր եմ գտել, ֆիքսել, մեկ այդ մարդը սենց անում, ասում է, ես նկատում եմ, թե դու ինչ ռակուրսներից ու ինչ ձևի կադրեր էիր որսում, ես հասկացա, թե ինչքան լավ բան է ստացվել ու վերջում, իրոք շատ գոհ էի ինձանից։ Այո, հիմա արդեն ես գիտեմ, որ շատ են մարդիկ, ովքեր իրենց ամենակարևոր ու պատասխանատու օրերը վստահում են եւ հատկապես առանձին ֆոտոշութեր, որոնք որևէ մեկի ներկայացրած, հա, այդ ֆոտոշութերի նման չեն, այսինքն նույնիսկ մանկական, ես նայում եմ այդ շարքը, հա, երեխաների, դրանք նման չեն են գույների մեջ, փոքրիկը, այսպես մի անկյունում, դուք միշտ շեշտը դնում եք մարդու իր հայացքի վրա։ Այո, նամանավան փոքրիկների հետ շատ համ դժվար է աշխատելը, համ ամենահաճելին է, ամենամաքուր էակներն են դե բոլորս գիտենք, ու այնքան սիրուն կադրեր են ստացվում, ուղղակի գիտեք խնդիրը որն է այստեղ նամանավանդ, շատ մեծ մասամբ դեմ են, որպեսզի իրենց նկարները հայտնվեն սոցցանցերում։ Ալինա, ես գիտեմ, որ կենթանի գովազդ ասվածը ձեր դեպքում շատ է աշխատում, որովհետև մեկը մյուսին ցույց տալով երբ տեսնում են, անպայման փորձում են գտնել ձեզ։ Եվ այս կարճ ժամանակում կարելի է ասել, այս ասպարեզի համար ժամանակը կարճ է, արդեն բավական մեծ խումբ ունեք հավատարիմ մարդկանց, ովքեր իրենց բոլոր առիթները ըստ էության վստահում են ձեզ։ Այո, բավականին քիչ ժամանակ է, բայց այդ կենթանի գովազդը այստեղ գործում է իմ դեպքում համենայն դեպս, մեկը մեկին ասելով, մեկը մեկի ինչ իրեմ ռիլսը տեսնելով, ասում եմ վայո բան նկարել, իմ տվյալներն են փոխանցում, կամ մեկը զանգում է, ասում եմ ծանոթին, սենց բան ապեք, քեզ եմ խորհուրդ տվել, հետո խմբերն են այստեղ շատ տարածված, ինչպես եւ Հայաստանում կան կանանց խմբեր, կարող է ինչ-որ մեկը հարցնի ինձ ֆոտոգրաֆ է պետք կամ վիդեոգրաֆ է պետք, դա կանոններ են նշում։ Իմ տարբեր հաճախորդները մեկը մեկով անգամ մարդիկ կան, որ չեն օգտվել իմ ծառայությունից, բայց քանի որ իմ անունը շատ է այդտեղ գրվել, իրանք եւս նշել են, զարմանքից չգիտեի ինչպես շնորհակալություն հայտնեի, բայց հաճելի է ինչ խոսք։ Որովհետև տեսնում են, նաև տեսնում են աշխատանքները, երևի իրենց կամ իրենց մտերիմների արդեն սա ամեն ինչի մասին խոսում է, սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք, ես հիմա պիտի ասեմ ցավոք միայն օվկիանոսից այն կողմ, այս հասցեով հեռախոսահամարով դուք տեսնում եք, դուք կարող եք իրականում ամենագեղեցիկ, հա, ամենակարևոր օրերը, առիթները եւ առհասարակ, հա, հիմա հատկապես այս շրջանում սկսվում են արդեն փետրվարից սիրոտոներ եւ այլն, սկսվում է այդ տրամադրությունը, երբ պետք է իրականում առանձնացնել այդ կարևոր ամենահատկանշական պահերը։ Եթե ուզում եք, որպեսզի ոչ թե ձեր գեղեցիկ հագուստը, արտաքինը կամ դիմահարդարումը, այլ ձեր հոգին ուղակի ֆիքսեն, ես կարծում եմ, որ այս հեռախոսահամարը ձեզ համար է, որովհետեւ փոքրիկ պատմություններով ու լուսանկարներով իրականում դուք կարող եք ձեր այս պահը, այս ժամանակահատվածը կյանքի միշտ վերածել տոնի, որը կհիշեք դուք տարիներ ու տասնամյակներ անց, երբ նայեք, կտեսնեք, որ սա հրաշալի մի օր էր եւ այս օրը դուք երջանիկ էիք։ Պաստորեն հիմա ինչ ֆոտոշութերը կարելի է պատվիրել, ռիլեր, որոնք են հիմնական ուղղությունները, որով աշխատում եք դուք։ Դե ֆոտոշութերը լինում են եւ ստուդիոներում եւ դրսում, քանի որ ես դեռ չունեմ ստուդիա,
բայց բացելու եմ, մի քիչ երկար եմ մտածում այդ հարցի շուրջ, որովհետև շատ նման են իրար այստեղ ստուդիաները, մի քիչ տարբերվող եմ ուզում լինի, որ ես իմ բոլոր մտքերը կարողանամ իրագործել։ Ֆոտոշութեր են իմ մոտ տեղի ունենում, իվենթներ են լինում, կնունք, ծնունդ, ուղղակի կոսմետոլոգը կարող է, չգիտեմ, ինչ մասնագիտության տեր մարդ ուզում է լինի, ուզում է իր աշխատանքը ռիլսերի տեսքով ներկայացվի կամ հենց ֆոտոշութեր անի իր օֆիսում կամ աշխատավայրում, դիմում են ինձ, նաև երեխաների ծնունդներ, գենդեր փարթիներ, այստեղ տարբեր առիթներ են շատ, Հայաստանի նման չի, ամեն մի փոքր բանը այստեղ մեծ առիթ է դառնում, տան մեջ են շատ նշում, օրինակ նոր տարում Christmas հավաքույթներ են նշել, հենց մեր հայերը եւ պահանջարկը կա, ֆոտոգրաֆի կոլեկցիվի պահերը ֆիքսվի։ Այո, նաև ես գիտեմ, որ տանը դուք նշեցիք, որ տանն էլ, գիտեմ, որ նաև նորածինների, հա, կազմակերպում են այդ ֆոտոշութերը եւ նշեցիք, որ չեն սիրում շատ դրանք տարածել, բնականաբար երեխաների նկարները, բայց նաև այստեղ շատ հետաքրքիր իդեաներ ունեք։ Այո, ես ֆոտոշութերը երեխաների newborn ֆոտոշութ են այստեղ ասում, հենց իրենց տանն եմ առաջարկում անցկացնել, որպեսզի նախ երեխան պետքա փոքր լինի, որ մեր ուզած կադրերը ստանանք, մինչև 1 ամսական, իսկ այդ դեպքում երեխային տանից դուրս անելը կարող է ինչ-որ մի վտանգ լինի, մրսել, հիվանդանալ եւ այլն, այդ իսկ պատճառով հենց իրենց տանն եմ ստուդիան տեղափոխում ամեն ինչով, հագուստից բռնած, դեկորացիաներով վերջացած, ընտրում ենք մայրիկի հետ մոտավորապես ինչ տեսակի է ուզում, քանի տեսակի լուքով է ուզում, այդ ամեն ինչը ես ապահովում եմ, ինձ միայն պետք է երեխային տան։ Ու այդպես սիրուն ու մինչև այդ էլ ասում դուք էլ պատրաստ եք, սիրուն կադրեր կանեմ։ Հո, ասեմ հա, սիրուն վիդեո կանեմ, երեխան գիրքը, չգիտեմ, անգամ որ մի հատ թաթիկ է բռնած մամայի հետ, այդ կադրը շատ սիրուն կադր է։ Կարող է դեմ կբան չերևա, բայց էմոցիա կա։ Փոքր դետալներով եք ամեն ինչ ասում։ Այո, ինձ թվում է ավելի գեղեցիկ է նայում, ճիշտ է, ընդհանրացված էլ կարելի անել։ Հիմնականում եթե առիթ է լինում, մի հատ տենց փոքր ռիլս եմ տալիս, շատ կարճ, տենց կարևոր պահերով, եւ հետո այնտեղ լինում են պահեր, որ չեմ կարող աչքս փակել չնկարել, օրինակ կարող է իրանց տարիքով մայրը կամ պապիկ, տատիկ ապարում են, իրանք սենց ոգևորված նայում են այդ պահը, ես սիրուն այդ վիդեոն անում եմ, հետո մտածում եմ մի քանի տենց տարբեր կադրեր կկպցնեմ եւ սիրուն փոքրիկ մի քիչ երկար վիդեո իրանց կնվիրեմ։ Այո, փաստորեն դուք նկարելու պահին արդեն պատկերացնում եք ամբողջության մեջ։ Սա էլ է բնավորության կամ այդպես պատկերները տեսնելու միջոց, հա։ Սա հենց մեյքափի հետ էլ կապ ունի, այսինքն ինչ որ բան անելու պահին ամբողջ եք, ամբողջը պատկերացնում եք դուք։ Այո, անպայման դա շատ կարևոր է, որ մտնում եմ տարածք, առաջինը մի հատ նայում եմ, տեսնեմ ինչ կա այդտեղ, կարող է ոչինչ չլինի, որ ես կարողանամ օգտագործել, ես մի բան կմտածեմ պահի տակ։ Այո։ Եվ սիրում եք այսպես շնչող կադրեր։ Համ սիրում եմ, որ լինի էսթետիկ, համ սիրում եմ, որ ինչ-որ մեջ մի հատ դրայվ լինի, այդ դրայվ կոչվածը։ Այսինքն հետաքրքրությամբ նայեն մարդիկ։ Իսկ մարդիկ արդեն հասկանում են, այ կարողանում են իրենք էլ զգալ, որ այդ կենթանի ինչ որ մի բանը կարևոր է այդ կադրերում, այդ ֆոտոներում։ Կան մարդիկ, որ ընդհանրապես չեն սիրում նկարվել, բայց չգիտես ինչի պետք է որ իրանց նկարես, իրանց ոնց որ ավելի քեզ համապատասխանեցնում ես, եթե ստացվում է ֆոտոգրաֆի դեպքում, կան դեպքեր չէ, որ ամուսինները չեն սիրում նկարվել, այդ ժամանակ ասեմ հեսա սպասեք, տեսեք ոնց է նկարվելու, ես ասում եմ, սկսում են մարդիկ նկարվել։ Այո, փաստորեն Ալինա իրացում եմ ստանում։ Հոգեբանի մասնագիտություն էլ, ինչ որ հմտություններ անպայման ունեք։ Հումորն է շատ պետք է անես, շատ ընթացքում պետք է հումորով լինես։ Որ մարդիկ սենց սորոս չնստեն, դու էլ գնաս սառած ասես մի հատ ձեզ նկարեմ։ Մնաց սիրուն ես մոտիկանում, որ արդեն ինքը գիտի, որ պետք է նկարի եւ վերջ։ Այո, բայց երևի բնավորության այս գիծը միշտ ունեցել եք։ Դուք միշտ մարդկանց հետ շփման մեջ եղել եք շատ հեշտ, այսպես ազատ, հանգիստ։ Հա։ Ճիշտ է այդպես է, որովհետեւ որտեղ որ ես կամ իմ շուրջը միշտ հավաքվում են մարդիկ, սկսված ուսանողական դպրոցական տարիներից եւս։ Շփումը շատ կարեւոր է, ես շատ շփվող մարդ եմ։ Այդ կան չէ մարդիկ, որ փակ են, մինչև չճանաչեն, չեն կարող։ Ես քանի որ ես ոնց կամ այդպես եմ, ու գիտեք ինչն է հետաքրքիր, ինչքան իմ կյանքում տարբեր ասպարեզներից եղել են ընկերներ, ընկերական շրջապատի, բոլորը կան։ Դպրոց,
ինստիտուտ, պար, երգ, չգիտեմ, ուրիշ պար, ուրիշ աշխատավայրերը, էլ չեմ ասում, բոլոր օֆիսների, իմ կոլեկտիվների, այդ անդամների հետ բոլորի հետ իմ կապը կա ու հիմնականում շատ տխրեցի, որ եկա Ամերիկա միայն այդ պատճառով, որ այդ լավ ընկերական շրջապատը մնաց Հայաստանում, իսկ ես այստեղ նորից զրոյից նոր շրջապատ եմ ստեղծում ու գոհ եմ։ Շատ լավ մարդկանց եմ հանդիպել։ Այո, 24 թվականին փաստորեն դեռ ընդամենը 1 տարի է որ այդտեղ եք եւ ձեր հրաշքի հետ 9 տարեկան հրաշք ունեք, ինչպես եք կարողանում համատեղել նաեւ ի վերջո այս աշխատանքը շատ էներգիա է նաեւ պահանջում։ Շատ ժամանակ է տանում, մեկ-մեկ որ ասում են թե ինչ է, մի հատ գնոպկա եք չխկացնում, դա այդպես չի, որովհետեւ այդ գնոպկան չխկացնելը նախ առաջին հերթին իր բարդություններ ունի, հետո մշակումների վրա է շատ ժամանակ գնում, իսկ այդ օրինակ ես ավելի ուրախ կլինեմ պարզային տղային գրկեմ, մի ժամ ավելի իր հետ նստեմ, բայց աշխատանքը այս պահին պահանջում ինձանից շատ ժամանակ եւ ես իմ տղային խնդրել եմ որ այս կյանքի մեր փուլում ինձ հասկանա, ինքը շատ հասկացող տղա է, անգամ ինձ ասում մամ ինձ սովորացա ես քո հետ կամ մշակումներ անեմ, պետքա ես այս լույսերը կդզեմ, այնքան հետաքրքիր երեխա է։ Արդեն փաստորեն կարողանում է, արդեն այդ սիրում է նկարել մատիտով, բայց ապարատից էլ ոնց որ հեռու չի։ Հեռու չի, դա ինչպես կարող է հեռու լինել, անպայման ինչ-որ նաև գեներով արդեն կանցնի, էլի, այդ արվեստը։ Եղավ հետս տարա, աշխատանքիս վայր, հենց մանկական էր միջոցառում էր, այնքան սիրուն ինձ կողքից backstage-եր էր ստեղծել, ասում, երևի քեզ իմ հետ միշտ տանեմ։ Այո, շատ կարճ ժամանակ, ընդամենը մի քանի տարի երևի եւ արդեն այդ հիմնական կարևոր օգնականը կլինի, այո։ Շնորհակալ եմ շատ Ալինա, ես ուզում եմ մի քիչ ծրագրերի մասին, փաստորեն ուզում եք ստուդիան բացել, բայց մի քիչ ուրիշ, ոչ այն ստանդարտ ձևով, որ ընդունված է։ Ձեր ստուդիան պիտի լինի շատ ստեղծագործական, հասկացա։ Օրինակ Լիլի ջան, նոր տարում գիտեք, բոլորը սիրուն դեկորացիաներով անում են ստուդիաներ, կարող ես վարձակալել, եթե չունես, ժամավճարով եւ նկարել։ Ինձ շատ էին հարցնում, ունեք, ես բոլորին ասում եմ, չէ, ես ստուդիայում կներեք չեմ կարող անեմ, որովհետեւ շատ նման են իրար։ Իսկ ես առաջարկում եմ ուրիշ բան, առաջարկում եմ ձեր տան ունեք, չէ, սիրուն անկյուն, մի հատ թեկուզ ճյուղ որ կա նոր տարվա այդ տոնածառից, ես կարող եմ շատ սիրուն ու ավելի տաք ջեմ կադրեր անել, ու տենց դեպքեր եղան, որ հենց իրենց տան մեջ եմ սիրուն ֆոտոշութեր արել, ստուդիայից չէր տարբերվում եւ շատ գեղեցիկ էին ստացվել, ուղղակի էլի մեծ մասամբ տենց չեմ կարողացել տեղադրել իմ մեջ, այո, բնական իրականում հասկանալի է սա բնականաբար շատ նպատակներ ունեմ մի քիչ ժամանակ ինձ պետք իրագործելու համար հենց կոնկրետ ընտանիքների հետ կապված, տան օրինակ մեծերի հետ կապված, որոնք որ ունեն տեղաշարժման խնդիր, չես կարող տատիկին, պապիկին ասել եկեք գնում ենք ստուդիա, բոլորովս նկարվենք։ Դա կարելի է շատ սիրուն հենց իրենց տանը կազմակերպել կամ ինչ-որ բակում, կամ ինչ-որ մի հատվածում որևիցե, որտեղ որ դժվար չի իրենց քայլելը եւ նստելը, եւ շատ ջերմ, սիրուն կադրեր կարելի անել եւ որպես հիշողություն պահել։ Նաեւ միտք ունեմ, այստեղ քանի որ մանկապարտեզներ շատ կան, իրանք ծերանոցներ չեն, հենց մանկապարտեզների մասին եմ խոսում, որ մարդիկ գնում են տենց մեծերը մեր, մի քանի ժամ այնտեղ ժամանակ են անցկացնում ու տուն են գնում։ Այդ իրանց հետ կապված ինչ որ տենց պլաններ ունեմ, հələ որ չեմ խորացել, բայց երևի թե հետո բայց շատ հետաքրքիր է, հա, սա էլ շատ հետաքրքիր կլինի եւ նաեւ հենց նկարներում, հա, այդ տանը տատիկների, պապիկների հետ, որովհետեւ միշտ այստեղ խուսափում են, նախ իրենք չեն ուզում շատ նկարվել, հետո այստեղ ամեն դեպքում այդ կադրերի մեջ, հա, ավելի տարիների հետ քշատ է երևում, բայց այն ջերմությունը, որ դուք կարող եք դնել այս նկարներում, սա ընտանիքի պատմություն է։ Օրինակ կհիշեք հին ժամանակներում Լիլիթ ջան, որ կային տենց գերդաստանով նկարվում էին կանգնած մեծերով ու հենց մեր ազգային շորերը հագած, այդպիսի միտքեր ունեմ, որ բոլորի ոնց որ չափերի շորեր ունենամ, շատ տեսել եմ տենց կադրեր ու հենց ուրախացել եմ, որ տենց մարդիկ կան, ես կուզեմ, որ ինքս էլ տենց բաներ անեմ, որ գերդաստանով ունենան հենց մեր հայկական տարազներով, մեր հայկականը հիշեցնող կադրեր, որ տարիներ հետո, հարյուրավոր տարիներ հետո այդ կադրերից մարդիկ վերցնեն ինչ-որ բաներ մեր պատմությունից էլի կհիշեն ու ինձ թվում է լավ բան է, միտքը։
Իսկապես հրաշալի է, շատ հետաքրքիր գաղափարներ ունես, Ալինա, իսկ երբ կլինի, այսինքն այս ամեն ինչը արդեն հավաքված առաջարկի տեսքով էջում կլինի, հա, օրինակ առաջարկեք։ Այո, հիմնականում այստեղ այդպես է, էջում են գովազդ, ես դեռ գովազդ միացած չկամ, բայց թորի տեսքով, եթե ինչ-որ բաներ ուզում եմ ասում եմ կամ խմբերում եմ տեղադրում, շատ օգնում են, որովհետև մեծ է համայնքը մեր հայ այստեղ խմբերի մեջ, մեկը մեկով շատ արագ արձագանքում են, նախ շատ օգնում են մեկը մյուսին, շատ ողջունելի է դա։ Երբ ինձ էլ եղել է, որ ես սկիզբներ եւ ուզում էի իմ պորտֆոլիոն ստեղծել, որ նկարներ ունենամ, որ դեմ չլինեն նկարները տեղադրեմ, անվճար շատ նկարել եմ, շատ երեխաների եմ նկարել, իրանց ընտանիքների հետ խաղը նկարել եւ տեղադրել եմ ու ինձ այդպես հիշում են բոլորը, որ կարող ինչ-որ միտեղ տեսնում վայ դուք Ալինան եք, որ նկարում եք, ասի հա, այդ սկիզբին շատ օգնել են այդ մարդիկ իրանց որ թույլ են տվել իրենց նկարները տեղադրեմ իմ էջում։ Ալինա, շնորհակալ մարդ եք, սիրում եք եւ միշտ հիշում եք, հա, այն մարդկանց, ովքեր ինչ որ մի փուլում կարողացել են ձեր կողքին են եղել կամ բնականաբար փոխադարձ իրենք էլ ունեցել են իհարկե հրաշալի ֆոտոներ, բայց գնահատում եք, որ ինչ որ պահի ձեր կողքին։ Լիլի ջան, տեսեք, եղել է դեպք, որ էլի այդ անվճար պետքա գնայի նկարեի, բայց ծնողը զորով ես չեմ էլ իմացել պայուսակում գումար դրել կամ զորով էլ ավտոյի մեջ ակցել գնացել, այսինքն այդ շնորհակալությունը փոխադարձա կամ նվերներով էին եկել ենքան ես ինձ զգում էի բան, չգիտեմ, պոլիչուզես համոքտում որ գալիս էին եւ նվերները այդ բանը sense համ լավ ես զգում, համ ինչ-որ տեղ ներվում ես, չէ՞ որ դու ոնց որ քեզ ված զգաս, բայց համ էլ հաճելի է որ այսինքն մարդը գնահատում է քո աշխատանքը, այդ շատ կարևոր է, շատ։ Չեք սիրում շատ դժվարությունների մասին վրաշեշտը դնել, բայց հասկանալի է, որ հեշտ չի, գոնե առաջին փուլում, հա։ Ինչպես եք կարողանում ձեր մեջ հաղթահարել եւ ինչպես եք էներգիա ստանում նաեւ այդ ուժը ստանում ստեղծագործելու, այս ասպարեզով ու դաշտով ապրելու համար նաեւ։ Ինձ թվում է այդ շատ մեծ սերն է օգնում, այս ամեն ինչի հանդեպ, որ հաղթահարում ես յուրաքանչյուր դժվարություն, իհարկե հեշտ չի, լինում են պահեր, որ հիասթափություն ես ապրում, թեկուզ մի փոքր հիասթափություն է իմ վրա մի քիչ շատ անդրադառնում, որ ուրիշը կարող է ասենց պրոստը անցնել վրայով գնալ, ես մի քիչ ծանր եմ տանում, երկար եմ ոնց որ նեղված լինում, բայց մեկ էլ կարող եմ զանգ ստանալ, մի հատ սիրուն աշխատանքի այդ պահին մի անգամից իմ տրամադրությունը փոխվում, ես մոռանում եմ այդ ամեն ինչը ու նորից ինձ մտնում եմ այդ ոնց որ sense ալիքի մեջ, էլի այդ ալիքն է քեզ ստանում ու ուզում եմ որ միշտ ինքը լինի, այդ ալիքը միշտ լինի։ Այո, շատ շնորհակալ եմ Ալինա, ինձ իրականում շատ հաճելի էր, երբ աշխատանքները ձեր առաջին պահին տեսա, ես բառերով մի քիչ դժվարանում եմ նկարագրել, բայց իրականում հոգու, այսպես ավելի էմոցիաների, կարծես նուրբ արձագանքը լինի, կարծես այսպես գրաֆիկական արձագանքը լինի ձեր հրաշալի գործերը։ Ես ուզում եմ որպեսզի շատ լինեն այն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրականում սա տարբերվող մի ուղղություն է, այսինքն լուսանկարիչ կարող է ֆոտոգրաֆ, վիդեոգրաֆ, ռիլմեյքեր, այս ասպարեզը հիմա շատ տարածված է, բայց բոլորը նկարում են գեղեցիկ պատկերներ, իսկ դուք նկարում եք շատ անկեղծ ու իրական զգացմունքներ։ Այս տարբերությունը, եթե նկատեն, կարծում եմ, որ մեծ ծրագրերը ձեր անպայման կյանքի կկոչվեն։ Շնորհակալ եմ շատ։ Սրանք Լիլի ջան, ես եմ շատ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, մենք յուրաքանչյուր օրվա մեջ ունենում ենք շատ տարբեր էմոցիաներ եւ նաեւ հենց եթե պատրաստվում ենք ինչ-որ մի առիթի ֆոտոշութի, այստեղ էլ մեր էմոցիաները լինում են շատ տարբեր։ Մենք ունենում ենք շատ հետաքրքիր հարդարում, դիմահարդարում, վարսահարդարում, ինչ-որ հագուստ, բայց կարեւոր է որպեսզի նաեւ այստեղ է որ ամենամեծ ու կարեւոր խնդիրը իրականում պրոֆեսիոնալի գտնելն է, որովհետև այս պրոֆեսիոնալը պիտի ձեր այդ գեղեցիկ հարդարման հագուստի մեջ ամենակարևորն ու էականը ձեր հոգին գտնի ու այն ի պահ տա տեսախցիկին։ Կադրերի միջոցով տարիների, տասնամյակների հեռվից դու կարողանում ես նայել ու զգալ իրականում հենց այդ իրավիճակը, հենց այն հոգեվիճակը, որը ունեցել ես, հենց այն ցանկությունը, որ այդ օրը դու որոշել ես քեզ համար, քո երեխայի համար կամ կարևոր մի առիթը իրականում տոնի վերածել։ Մենք այսօր զրուցում էինք շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ
միանալ կնոջ հետ ֆոտոգրաֆ, վիդեոգրաֆ, ռիլմեյքեր Ալինա Ղարիբյան, ով դեռ 1 տարի է նահանգներում է եւ այս ասպարեզը լուսանկարչության այս ասպարեզը իր համար 1 տարվա ընթացքում բացահայտել է, բայց արվեստի մեջ եղել է միշտ։ Եվ սա հնարավորություն է տալիս իրականում ամեն ինչը տեսնել մեծ համապատկերում, տեսնել պատմությունը մի քանի տարի առաջ եւ մի քանի տասնամյակ հետ, այս հայացքներով։ Գիտեք, յուրաքանչյուր ասպարեզում կարելի է շատ երկար տարիներ աշխատել, բայց յուրաքանչյուր ասպարեզում էլ կան, ինչպես ասում են, արվեստով վերաբերող մարդիկ եւ արհեստով։ Ըստ էության Ալինա Ղարիբյանի դեպքում իրականում արվեստը շատ է եւ սա տեսանելի է։ Եթե ուզում եք, որպեսզի մեծ կամ փոքր առիթները, կարևոր օրերը իրականում դառնան շատ ձերը, հենց ձերը, ես կարծում եմ, որ այս հեռախոսահամարը ձեզ իհարկե անհրաժեշտ կլինի։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ ու ուզում եմ, որպեսզի նման մարդիկ ու նման օրինակները մեր կյանքում շատ լինեն, որպեսզի գեղեցիկ պահերը մնան մեզ հետ միշտ, իսկ որոշումները, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա, ուղեկցեն մեզ կյանքի բոլոր փուլերում։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։